Բարև ձեզ, սա Կոդքասթն է։ Ես այսօր ունեմ շատ լավ հյուր Ալեքսանդրը, ով 77 տարեկան է եւ կխոսի այսօր իր կյանքի անցած ճանապարհից եւ ահագին հետաքրքիր ինֆորմացիա կտա մեզ, թե ինչպես կարելի է լինել մոտիվացված եւ նվաճել բարձունքներ այս կյանքում։ Ողջույն Ալեքսանդր ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Սիրով, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Շնորհակալ եմ։ Ալեքսանդր ջան, որ խնդրեմ մի երկու բառով պատմեք ձեր կյանքի անցած ճանապարհի մասին։ Առանձնապես սովորական, կիսա սովետական, կիսա անկախական կենսագրությունը։ Ավարտել եմ համալսարանը, Երևանի պետական համալսարանը, մաթեմատիկայի գծով։ Այդպես աշխատել եմ, ճիշտն ասած, դիպլոմը գրած է մաթեմատիկոս, բայց նոր թեորեմներ չեմ հնարել, ասենք, բայց մաթեմատիկայի ոլորտում աշխատել եմ։ Չկուն արտադրական համակարգեր, մի քանի անգամ ծրագրավորում հին Մերգերյան ինստիտուտի, ասենք, նայերի մեքենաները, դրանց հետո մի քիչ ավելի հետո basic ծրագրավորման ոլորտի մեքենաները, դրանց հետո դուրս եմ եկել փաստորեն ծրագրավորման ոլորտից, մտել եմ այլ ոլորտ, երեխաները ինձ միշտ հրապուրել են որպես, ասենք, իրենց համար, ասենք, մաթեմատիկա ոչ թե դաս տալու, այլ ներկայացնելու դա ինչա, ոնց է, գնացել եմ դպրոցում եմ աշխատել, ավելի հաջող էր այն իմաստով, որ հետաքրքիր էր, մոտավորապես 13-14 տարեկան երեխաների հետ աշխատել, 6-րդ մինչև 8-րդ դասարանները, ավելի ստեղծագործական են, ավելի մոտիվացված են, ավելի հետաքրքրություն են ներկայացնում, ավելի հեշտ է իրենց հետաքրքրացնել, իսկ ասենք ավելի բարձր դասարանները արդեն մի տեսակ ոնց որ ինչքան էլ աշխատում ես նույն բանը այստեղ անես, արդեն համարյա հնարավոր չի եւ որպես սովորական աշխատանք ես կատարում։ Այո։ Այդպես հետո կազմակերպչական ինչ որ աշխատանքում եմ եղել էկոլոգիայի ոլորտի համար, ասենք սեմինարներ եմ կազմակերպել։ Այդ հին անունները կարող է հիշեք, ասենք Գոսպլանից Յուրի Աբովյան, չեմ հիշում, հետո լուսահոգի Կարինե Դանելյան էկոլոգը, Էլիկային պրոֆեսոր Միրիմանյան, Էլիկային, իրենց դասախոսությունները տարբեր հիմնարկներում եւ ռազմական Երևանում իհարկե ռազմական ոլորտում այդ գործարանը պաշտոնապես ռուսերեն ասում են պաչտովի ящик, թիվ կա, այսինքն համարվում է գաղտնի, բաց անուն ուներ իհարկե, ասում էին ժողովուրդը ասում էր մագնիտոֆոնի գործարան, բայց այդ ռազմական հիմնարկում էի աշխատում, այդտեղ հետաքրքիր էր թվային էլեկտրոնիկա, ցիֆրովայ էլեկտրոնիկա, որտեղ ամբողջ այդտեղ ռուսերեններ եւ ենթարկվում էր Մոսկվայում, այդ բավականին հետաքրքիր ոլորտ էր, այդտեղ ես լավ փորձ ձեռք բերեցի, այդ հենց այդ ոլորտից էլի եւ չի պատկերացնում, որ կարող ես մտնեմ էլեկտրոնիկա աշխատեմ, բայց այդպես եղավ, բայց ոչ թե անալոգային էլեկտրոնիկա, այդ իմ ոլորտը չէր, դրա համար հատուկ կրթություն է պետք, այլ հենց թվային էլեկտրոնիկա։ Այդ պատճառը դա էր, որ այդտեղ հնարավոր էր մտնել սովորել եւ աշխատել։ Հիմնականում այսքանն եմ, հետո արդեն որ անկախության տարիներին այս նոր ավելի ժամանակակից ուղղակի գումար վաստակելու համար տարբեր նոր մասնագիտությունները, որ կարիք չկա հիմա դրանց մասին խոսելու։ Այո, հասկացա։ Շատ լավ, Ալեքսանդր ջան, մեծ հարգանքով ձեր ամբողջ անցած ճանապարհի հանդեպ։ Մի հարց, իսկ հասկացա, տենց տարբեր փուլերով անցել եք ու ոնց եկաք այն եզրահանգման, հա, որ պետքա մտնեք ծրագրավորման աշխարհ։ Արդեն պարզ է ձեր անցած ճանապարհից, որ ձեզ կհետաքրքրի դա, ուղղակի օրինակ կյանքի ինչ որ փուլում դուք եկաք նրան, որ պետքա արդեն հիմա ծրագրավորման մեջ մտնեք։ Ոնց եղավ այդ որոշումը, ինչից եկավ դա։ Ես կասեի, որ բավականին բնական էր, որ ես մտնեի ծրագրավորման ոլորտ, որ այս նոր դարի ծրագրավորումը, ՕՕՊ-ն եւ այլն այդ
յուրացնելու եւ այլն ավելի ինձ մոտիկ էր, քան այդ նախորդ, ասենք, իմ փորձը, որ ես անցել եմ։ Եվ դպրոցել չէի ուզում ճիշտ ասած առանձնապես վերադառնամ, թե հնարավորությունը հիմա էլ հնարավորությունը կա գնամ դպրոցում աշխատեմ։ Այդ հիմա որ ատեստացիա են անում, ինչ որ բաներ են անում, այդ ինձ համար խնդրեմ չի, ես մի քանի վայրկյանում այդ իրանց ուզածը կանեմ, կհանձնեմ իրանց էլի։ Ու հետաքրքրությունը հիմա մնաց ասենք որ այդ արհեստական բանականություն եւ այլն ռադիո լսում ես չգիտեմ ով է հնարել աբո են ասում արհեստական դուք եք աբո ասում մենք ենք ասում այո այդպես այդ հետաքրքրությամբ փաստորեն որոշեցի ընտրել եւ հանգամանքների բերումով հիմա այստեղ եմ հասկացա մեր համար մեծ պատիվ է որ դուք մեզ եք ընտրել ու մենք ամեն ինչ անելու ենք, որ ձեր սպասելիքները լրիվ արդեն։ Ես էլ շատ ուրախ եմ, որ ձեզ մոտ եմ, տեսնենք, գուցե բնական ինչ-որ բան տա եւ ես ձեր միջոցով այս նոր աշխարհում ինչ-որ մի ոլորտ կոնկրետ մտնեմ եւ տեղավորվեմ։ Ալեքսանդր ջան, ձեզ մի հարց տամ։ Հիմա դուք ծրագրավորման մեջ եք, դա մեր մասով է, ես գիտեմ ինչ եք անում, որ փուլում եք եւ այլն եւ այլն։ Իսկ ծրագրավորումից դուրս հիմա էլ ինչ զբաղմունքներ ունեք, ինչ հոբիներ ունեք։ Ինձ համար այդ հոբին ես հասկանում եմ, որ մի ինչ-որ մի բան, որ իմ մասն է կազմում, ես էլ այդ բանի մասն եմ կազմում։ Եվ ինձ համար այդ տեսակ մի բանը, ասենք, սարերն են։ Ես սարերն եմ սիրում։ Սարեր, լեռներ, ձորեր։ Հայաստանից դուրս ուրիշ սարեր չեմ եղել, ճիշտ ասած։ Ну, հերավոր արևելքում այնտեղ սար ասել չի լինի բանակի սովետական բանակի տարիներին էլի մեր նկատմամբ իրենք բլուրներ են, բաներ են այդպես այստեղ Արագածն է ամենաբարձրը այդ բոլոր Արագած, Աժդահակ, Խոստուփ նո եւ այլն մեկ սարեր եմ գնում ուղակի խմբովի իսկ առաջ մենակ եմ գնացել Հիմա էլ ի վիճակի եմ մենակ գնալու, ուղղակի հիմա մի քիչ այլ վիճակ է, ավելի հետաքրքիր է խմբով հիմա էլի։ Իհարկե, ինչպես գրեթե կյանքի բոլոր հարցերը։ Այո։ Ես ձեզ ցանկանում եմ, որ միշտ դուք հաղթահարեք Շնորհակալ եմ։ այդ բարձունքները։ Այս հիմնարկն էլ հաջողություններ ունենա, առաջնային հիմնարկներից լինի եւ անունն էլ full-ը չէ, որ այսինքն ամբողջ, այդպես ամբողջական միշտ ավելի շատ։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։